Կոմիտասի թանգարան ինստիտուտը Ֆրանսիայի օրերը Հայաստանում ֆրանկոֆոն միջոցառման շրջանակում երկու հանդիպում դասախոսություններ կայացրեց։ Արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտն անդրադարձավ հայ-ֆրանսիական պատմամշակութային առնչություններին։ Հայ-ֆրանսիական հարաբերությունները հատկապես զարգացան 1915-ից հետո, սակայն դրանք սկսել են ձևավորվել շատ ավելի վաղ։ Սկզբում առևտրական, ռազմական, ավելի ուշ մշակութային մակարդակներում, ասաց մայստրոն։ Շարլ Ազնավուրի արվեստը հայ-ֆրանսիական բարեկամության պսակն է։ Մանավանդ Կոմիտասի մասին պիտի ասեմ, Կոմիտասի գործունեությունը Փարիզում, որին անդրադարձել են Ռոմեն Ռոլանը, Լուի Լալուան, Ֆրանսիայի հայտնի քննադատ, Գրանդ օպերայի քարտուղար, թերթի հրատարակիչ։ Ես սրանից լավ բարեկամություն չեմ պատկերացնում։ Երաժշտագետ Լիլիթ Հարությունյանը ներկայացրեց Վիլժուիֆի հոգեբուժարանում Կոմիտաս վարդապետի անցկացրած կյանքի վերջին տարիներին առնչվող նամակագրությունը, որոնց թվային պատճենները թանգարանը ձեռք է բերել այդ հաստատության հետ երկարամյա համագործակցության շնորհիվ։ Դրանք կիսա պաշտոնական, կիսա բարեկամական խոսակցություններ են։ Հիմնականում դա գրել է Կոմիտաս վարդապետի բուժող բժիշկը դոկտոր Մորիս Դյուկոստեն, ով 15 տարի բուժել է վարդապետին, եւ Մարգարիտ Բաբայանի, Աստվածատուր Հարենցի եւ Կոմիտասի խնամատար հանձնաժողովի միջև նամակագրություն են։ Նամակներից ամենահինը 1922 թվականին է գրված ֆրանսիական այլ հոգեբուժարանից Կոմիտաս վարդապետին Վիլժուիֆի հոգեբուժարան տեղափոխելուց ընդամենը 3 օր անց։ Նամակներում ներկայացված են Կոմիտասի ֆիզիկական եւ հոգեկան վիճակի, կենցաղի, բուժման ընթացքի, նրան այցելած անձանց, նրա նկատմամբ ֆրանսիահայ համայնքի ցուցաբերած հետաքրքրության եւ սրտացավության մասին մանրամասներ։ 1932 թվականից հետո գրված նամակներն արդեն վերաբերում են վարդապետի վատթարացող ֆիզիկական վիճակին։ 32 թվականի նամակները արդեն իրենց մեջ ներառում են առաջարկներ նրա կենցաղն ավելի բարելավելու, ավելի հանգիստ միջավայր ապահովելու, նույնիսկ առաջարկում են տեղափոխել իրեն հոգեբուժարանից մեկ այլ հաստատություն, գուցե ծերանոց կամ այսպես միջազգային ասած պանսիոն, նման հաստատություններ։ 33-ից հետո արդեն գալիս են բժշկական այլ փաստաթղթեր նվիրված իր ֆիզիկական առողջությանը եւ բուժման ընթացքներին։ Այդ նամակներում արդեն խոսում ենք Կոմիտասի առաջացած ֆիզիկական հիվանդությունների մասին, որոնցից շեշտվում է հիմնականում սրտի անբավարարությունը եւ երիկամների անբավարարությունը, ուրեմիան, որը եւ բերում է խոցերի առաջացմանը։ Վիլժուիֆից ձեռք բերված ավելի քան 2 տասնյակ տարբեր բովանդակության նամակների, վավերագրերի, արխիվային փաստաթղթերի պատճեններ, որոնք այս պահին պահվում են թանգարանի ֆոնդերում, պարբերաբար կուսումնասիրվեն եւ կներկայացվեն հանրության լայն շրջանակներին։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։